Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ մի մոռացեք միացնել ծանուցումների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը հայտարարել է, որ Մոսկվայում գոհ են, որ այժմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ռազմական բախումներ չկան, սակայն Թրամփի ուղու իրականացումը լուրջ կասկածներ է առաջացնում։ Ըստ նրա, առանց Ռուսաստանի մասնակցության չի հաջողվի մինչև վերջ լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև բոլոր խնդիրները։ Բազմաթիվ հարցեր կան, հատկապես հաշվի առնելով, որ Թրամփի վարչակազմը տարածաշրջանից հազարավոր կիլոմետրեր հեռու է։ Այդտեղ կան Ռուսաստանը, Իրանը։ Ուստի դա պետք է լինի խաղաղության, համագործակցության ճանապարհ, այն պետք է ձեռնտու լինի բոլոր կողմերին, միևնույն ժամանակ եւ Հայաստանին եւ Ադրբեջանին, հավելել է Ջաբարովը։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանք.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Միացյալ Նահանգների կոնգրեսի անդամներ Դարել Իսսան եւ Գասբիլի Ռակիսը ներկայացրել են Կովկասում լարվածության կանխարգելման եւ փոխգործակցության առաջխաղացման մասին օրինագիծ, որով առաջարկվում է սահմանել պատժամիջոցներ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի դեմ հնարավոր նոր ագրեսիայի դեպքում։ Օրինագծով առաջարկվող պատժամիջոցները ներառում են ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների ֆինանսական ակտիվների սառեցում, մուտքի արգելք Միացյալ Նահանգների տարածք եւ սահմանափակումներ այն արտասահմանյան բանկերի նկատմամբ, որոնք հեշտացնում են ադրբեջանական նավթի առևտուրը։ Օրինագիծը գտնվում է օրենսդրական գործընթացի սկզբնական փուլում։ Այն պետք է հաստատվի ներկայացուցիչների պալատի կողմից, հետո ներկայացվի Միացյալ Նահանգների նախագահի ստորագրությանը։ Վաշինգտոնում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև հռչակագրի ստորագրումը թուրքական պետությունների համար ընդհանուր հաղթանակ է, հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը Գաբալայում տեղի ունեցած թուրքական պետությունների կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների խորհրդի 12-րդ գագաթնաժողովի ընթացքում։ Այդ իրադարձությունը թուրքական պետությունների համար լայն հնարավորություններ է բացում տնտեսական, տրանսպորտային եւ հումանիտար ոլորտներում համագործակցության համար, հավելել է Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ադրբեջանից պահանջել է Բաքվի բանտերում պահվող 23 հայ գերիների պահման եւ առողջական վիճակի մասին հաշվետվություն ներկայացնել վերջնաժամկետ սահմանելով նոյեմբերի 4-ը։ Իդեպ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները մոտ 3 ամիս է հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցել։ Նրանց պահման, առողջական եւ հոգեբանական վիճակի մասին ոչ մի տեղեկություն չկա։
Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը գրել է, որ միջազգային աջակցությունը արցախցիների վերադարձի իրավունքի նկատմամբ անկասելի է և որ հարցը կվերադառնա բանակցային սեղան վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնից հեռանալուց հետո։ Հարցը փակված չէ, այն ապրում է միջազգային իրավունքով, դիվանագիտական բանաձևերով և բոլոր նրանց մոտ, ովքեր ցանկանում են իրական խաղաղություն և արդարություն։ Հետփաշինյանական Հայաստանում վերադարձի իրավունքը կվերադառնա բանակցային սեղան, միջազգային ղեկավարների լիարժեք աջակցությամբ։ Բոլորը հասկանում են, կայուն խաղաղությունը միայն այն օրը կգա, երբ Արցախի հայերը կկարողանան վերադառնալ իրենց տները անվտանգության և արժանապատվության պայմաններում, գրել է Հայաստանի նախկին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Վերջերս Հայաստանի Հանրապետության կառավարության շենքի մոտ հավաքվել էին մի խումբ զինվորականներ, որոնք հանձնեցին իրենց պետական պարգևները, մեդալները և շքանշանները, այդ կերպ ցույց տալով իրենց դժգոհությունները վարվող ապա ազգային և ապա հայկական քաղաքականության դեմ։ Զինվորականները շքանշանները թողեցին գետնին, ասելով, որ դա Հայաստանի Հանրապետության կառավարության ամոթն է և իրենք պայքարելու են այդ խայտառակության դեմ։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ, արվեստագետների, երգիչ երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող M-Video ֆոտոստուդիոն նկարահանում է հարսանյաց, ծննդյան, մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.arzaganktv.com կայքում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։